Ես ողջունում եմ գործարարալիքին միացած մեր բոլոր լսողներին եւ դիտողներին, հիշեցնելով, որ դուք մեզ միացել եք 106 եւ 5 հաճախականությամբ, կարող եք հաղորդումները դիտել մեր թվային հարթակներում, սա Թարմուղեղով զրույցն է եւ մեր տաղավարում է բժիշկ Հայկ Մանասյանը, բարի օր, պարոն Մանասյան։ Շնորհակալ եմ, որ դուք այսօր մեր տաղավարում եք։ Ես այս հաղորդումը մենք նախ եւ առաջ ինչու որոշեցինք կազմակերպել, քանի որ դուք քննադատաբար եք հանդես եկել ձեր Facebook-յան էջում նշելով, որ միայն մեկ լրատվամիջոց է անդրադարձել հիմնադիր զավակներ նախաձեռնության կողմից առաջարկված սահմանադրական պրեամբուլային։ Կուզեմ այդ մասին մենք մեր լսարանի համար էլ մի հատ խոսենք, հետո փորձենք ներքաղաքական կարևորագույն հարցերին եւս անդրադառնալ։ Իհարկե դա նաեւ մաս կազմի այդ ամբողջի, խնդրեմ։ Ինչի մասին է այն։ Ինչ է դուք առաջարկում։ Որպես նախաբան հիշենք ինչ իրադրության մեջ ենք, ինչ դեպքեր են մեր շուրջը, ինչ են տեղի ունենում եւ ինչ process-ներ են հասունանում։ Ըստ էության նոր սահմանադրության մասին գործող իշխանությունները բազմիցս արդեն հայտարարել են եւ նշել են, որ իրենք պատրաստում են նախագիծ այդ նոր սահմանադրությունը հանրաքվեի ներկայացնելու համար։ Որոշակի մարդիկ, լուրջ քաղաքական գործիչներ, իրավաբաններ, սահմանադրագետներ եւ այլն, իրանք ասում են չի կարելի տենց բան անել, մի խոսքով, եթե անեն էլ մի խոսքով ոչ ասեք կամ մի մասնակցեք հանրաքվեին, եթե այդպեսին լինի։ Նու այսպես ասած ոչի բլոկ է ձևավորվում։ Մենք կարծում ենք հիմնադիր զավակներ նախաձեռնությունը կարծում է, որ միայն ոչ ասելը բավարար չէ, ավելին երբ որ գա այդ օրը, որ նրանք պետք է ներկայացնեն իրենց տարբերակը, մենք էլ պետք է ներկայացնենք մեր տարբերակը։ Եթե պետք է փոփոխություն արվի, ապա խնդրեմ, մենք թող իրենք ներկայացնեն դեպի ուր են փոխում։ Այսինքն ինչու ոչ սրան, այլ այո սրան, ճիշտ եմ ասում։ Մենք ուր ենք փոխում, թող իրենք ասեն իրենք ուր են փոխում դեպի, մենք էլ ցույց կտանք թե դեպի ուր ենք ուզում մեզ փոխել, մենք փոխել։ Սրանից բացի Եթե նույնիսկ ընդունենք, որ հիմա այս դրա ժամանակը չի, ենթադրենք, այնուամենայնիվ հարցին թե պետքա վերջին հաշվով մեր սահմանադրությունը վերանայել եւ փոխել, այո, պետքա։ Ինչի դա էլ մի հատ լրիվ ուրիշ առանձին հաղորդում է։ Պետքա հենց այս տարի եկող տարի, դա ուրիշ հարց է։ Դա կքննարկենք երբ, բայց որ վերջին հաշվով պետքա, դա պարզ է։ Այսինքն այսօր մեր երկիրը ունի մի սահմանադրություն, կառավարման մի համակարգ, որտեղ ոչ թե սուպեր վարչապետական, այլ գրեթե կարելի է ասել միապետական համակարգը, ինչու որտեվ գալիս է ինչ որ մեկը մի հոգի, այդ մի հոգու խաթր ազգային ժողով են ընտրում, այդ ազգային ժողովը այդ մի հոգուն նշանակում է կառավարության ղեկավար, ընտրում է կառավարության ղեկավար, այդ մեկն ու այդ նույն ազգային ժողովը դատական պաշտոնյաների են նշանակում, որոշում, ազատում, եթե պետքա։ Մի խոսքով ու այս բոլորը միասին այդ վերջի մի հոգու պատմությունն է, էլի, այսինքն միապետություն, որ ասում եմ, այդ մի հոգին էլ իր հերթին որոշում է տեղական ինքնակառավարման, որը ընդհանրապես իրանցից պետք է անկախ լինի, տեղական ինքնակառավարումում ով պիտի նստի, ինչ ընտրություններ պիտի տեղի ունենան, հանրությունը ինչպիսի դիրքորոշում պիտի ընդունի, եթե իրենց ուզածով չի լինում տեղական ինքնակառավարումը, ինչպես օրինակ Վանաձորում, ապա մարդուն իրավական ինչ որ գործընթացներով հեռացնում են եւ ԺՊ են նշանակում էլի իրենց կողմից, այսինքն մի քիչ հանրապետական կառուցվածքը պատկերացնող, մի քիչ իշխանությունների թևերի բաժանում հակակշռում փոխադարձ զսպումներ հասկացող մարդը պարզ կտեսնի, որ սա մի հոգու շուրջ հավաքված պետական կառավարման համակարգը։ Սրանից բացի այլ բազմաթիվ խնդիրներ էլ կան, բայց առնվազն սա բավարար է, որպեսզի սահմանադրությունը փոխվի։ Երբ դա քննարկելու հարց է, բայց sense չի կարա մնա։ Չի կարա պետությունը սահմանադրությամբ մի հոգուն այսքան հնարավորություն տա առանց օրենքները խախտելու, մարդը այսքան անիրավություն անի։ Այսինքն սա իրավացի չի, իրավական չի, բայց օրինական է, օրենքի մեջ տենց է գրած։ Այն դուք ասում եք դա դեռ քննարկելու հարց է երբ, բայց կարծում եմ ամենակարևոր հարցերից մեկն է թե երբ, որովհետև մենք շատ լավ գիտենք, որ ժամանակը այս պահին մեր դեմ է աշխատում ու մենք յուրաքանչյուր փոփոխության գնալիս պետքա լավ մտածենք ինչ ենք անում այս փոփոխությունը, ինչ հետևանքներ են կարա մեր պետությանը բերի, հաշվի առնելով աշխարհաքաղաքական այս զարգացումները։ Հիմա երբ է դրա ժամանակը իրականում։
Դուք լավ ասացիք, որ մենք պետք է լավ մտածենք եւ այլն։ Հիմա մենք էլի հիմնադիր զավակներով դա մտածում ենք։ Երբ որ մյուսները, այդ թվում լուրջ իրավաբան մարդիկ, ընդհանրապես ասում են ոչ, մենք ասում ենք ոչ, բայց ինչ։ Մենք մտածում ենք, հիմա մտածում ենք։ Այն օրը, երբ որ ինքը թուղթը բերի, այդ գրած, ասի, ահա սա եմ առաջարկում, հա, որպես հաց, որտեղ հաց, այնտեղ կաց, որ չգիտեմ ինչ։ Այբ որ ինքը տենց մի սահմանադրություն բերի, այդ ժամանակ այդ սահմանադիրները ինչ են ասելու։ Ասելու են ժողովուրդը փիսնա, վատնա, գնաց էլի ընտրեց իր, չգիտեմ, Նիկոլ Փաշինյանի առաջարկները ընդունեց։ Այդ նույն բանն, դրա փոխարեն մենք այսօր գնում իրանց հետ հանդիպում ենք, ասում ենք ձեր գիտելիքները խնդրում եմ։ Ձեր գիտելիքները օգտագործեք, մեզ խորհուրդ, խրատ, դաս տվեք, մենք հասկանանք առհասարակ քաղաքական այս մեր պատկերացումները, բարոյական այս պատկերացումները, իրավական ինչպիսի ձևակերպման մեջ են հնչյուն ներդաշնակ եւ գրագետ։ Ու հենց այսօր 3 մի շաբաթ առաջ, մի ամիս առաջ մենք այդ գործն էինք անում։ Քանի որ էլի խոս գնաց, որ կոնկրետ արդեն Փաշինյանը ասեց, որ նոր սահմանադրության նախաբանում անկախության հռչակագրի մասին հիշատակում չի լինելու, նույնիսկ դա կարելի է առանձին տեքստով դնել եւ քննարկել։ Մենք արդեն մեր մոտ ունեցած այսպես նախնական վիճակը պրեամբուլայի, թեև դա նախնական վիճակ էր, հիմնական դրույթները այնտեղ փոփոխության չեն ենթարկվելու, բայց ձևակերպումների մեջ կարելի է վերանայումներ անել։ Մենք այդ նախնական վիճակը հրապարակեցինք, որովհետեւ ցույց տվեցինք, որ անկախության հռչակագիրը եթե հանում ես օրինակ, հայ ազգը, հայ ժողովուրդը ունի անկախության հռչակագիր հայ աղեղնավորի պատմության հիմքով, որտեղ բանաձևված է բռնապետության բռնակալության դեմ պայքարը, հանուն ազատության, հանուն սեփական հայրենիք ունենալու, հանուն անկախության պայքար, որը ավարտվում է հաղթանակով եւ որը ըստ ավանդույթի, արդեն ավանդույթը այստեղ հարցի մի կողմն է, բուն հիմքը բանաձևն է, որ անկախության հռչակագիր է դա եւ ըստ էության ոնց որ ասած պատմությունը մեզ եկած հասած ավանդույթը նրա մասին է, որ երկիրը Հայաստան կոչվեց այդ հիմքով եւ անվանադիր հայ աղեղնավորից սերող կյանքի եւ մրցակույթի ժառանգները մենք սահմանում ենք, հաստատում ենք նոր սահմանադրություն։ Այսինքն սա բանաձև է ոչ միայն վերջին 30 տարվա համար, բանաձև է ամբողջ հայ պատմության համար, Հայաստանի առհասարակ, որովհետեւ մենք վերջին հաշվով այդ նույն այդ իրական Հայաստանի իբրև թե պատկերացումը, հա, վերջին հաշվով պետությունն ու ազգը ուշադիր։ Սա ինստիտուցիոնալ հասկացություններ են։ Ինչա դա նշանակում։ Նշանակում է դա մի սերնդով չի սկսում եւ չի ավարտվում։ Դա սերունդների, հարյուրամյակների, հազարամյակների նախագիծ է, եթե կարելի է այսպես ասել։ Դա ինստիտուցիոնալ հասկացություն, թե պետությունը, թե ազգը։ Ասել, որ իրական Հայաստան այս պահին այսպես է, ուրեմն վաղն էլ այդպես կլինի, հեչել թե 3 այլ կերպ է եղել, ասում ենք մի րոպե։ Դու տեսնում ես, որ պետությունը դա հարյուրամյակների պրոյեկտ է։ Դու տեսնում ես դա, որ տեսնում ես, դու պատկերացնում ես, որ դա դինամիկայում ինչպիսի փոփոխությունների, փոխակերպումների է ենթարկվել ու դեռ ենթարկվելու, բայց այս ազգը սկիզբը առնում ինչ որ մի կետից, որտեղ ըստ ավանդույթի ազատության դեմ պայքարն է։ Հիմա մենք ինչ ենք անում, ազատության դեմ պայքար ենք անում։ Միացյալ Նահանգները ինչի են ժողովուրդ իրանց հիմնադիր հայրերին այդքան մեծարում, դոլարների վրա նրանց նկարները տպում, ինչի համար, որովհետև այդ մարդկանցով տեղի ունեցել անկախության պայքարը։ Նրանք, ովքեր անկախության պայքարը տարել են, ովքեր դրոշակակիրն են եղել բռնապետության դեմ, ապստամբելու, ոտնձգություն անելու, ամբոստանալու, այդ մարդիկ դառնում են հիմնադիր հայրեր այդ երկրի, նրանք մեծարում են, մենք մեծարում։ Մենք ոնց ենք ուզում հասկանանք եւ եթե գնանք նրանք չունեին պատմություն, չունեին։ Տարբեր ժողովուրդներ հավաքվել էին միտեղ երկիրի։ Մենք ունենք։ Եթե մենք ունենք, ապա ինչու չանդրադառնալ եւ սկսել հենց այդ կետից նամանավանդ, որ ելի պիտի հասկանանք, թե մենք սահմանադիրը ժողովուրդը այդ ովքեր ենք։ Այդ ովքեր ենք։ Վաղը ենթադրենք, չգիտեմ, 40,000, 100,000, 400,000 հնդիկ է գալի մեր երկիր։ Ազերիների վերադարձի մասին թեմաներ կան։ Այդ թեմաները չեն ավարտվելու, ասեմ իմացեք։ Այդ թեմաները անընդհատ խմորվելու են։ Նորանոր մարտահրավերներ են գալու։ Եվ հիմա էլի հարց. լավագույնները,
մեր այս մասնագիտական տարբեր համայնքների։ Հիմա ինչով են զբաղվում։ Սպասում են թե ինչ պիտի ասի վարչապետ, իրանք ասեն ոչ, թե այսօրվանից մտածում են թե վաղը էլ ինչերա լինելու, ու այսօրվանից այդ սահմանադրության պրեամբուլան դա ամբողջ սահմանադրության հոգին է։ Դա այն բանաձևն է, որով հետագայում ամբողջ սահմանադրության մեջ այդ գիծը երևալու է։ Հիմա մենք գրել ենք գոնե այդ մեր նախնական կերպ ենք տվել, որ մենք անվանադիր բան չենք օրինել Հայաստանի մասին ախոսք էլի, անվանադիր Հայկ Աղեղնավորից սերող կյանքի եւ մշակույթի ժառանգներս ընդունում ենք Աստծուց արարչից տրված, մարդկա բնությունն է համարում արարիչ, Աստված չի ճանաչում, արարչից տրված առաքելությունը լինել եւ շարունակվել, ճանաչելով մարդու ազատությունը, կյանքի, սեփականության, հայրենիքի յուրահատուկ լինելու իրավունքը, անձնական եւ ընտանեկան երջանկությունը, որպես բարձրագույն արժեքներ։ Եվ որպես արդյունք արդեն ներդաշնակ համակեցության, ինչպիսին է Հայաստանի Հանրապետությունը։ Պարոն Մանասյան, երբ լծակները ամբողջովին մի ուժի ձեռքում են այսօր, արդյոք ճիշտ է այդ պահին խոսել սահմանադրության մեկ այլ տարբերակի մասին, եթե այդ լծակները ամեն դեպքում իրենց գործը անելու են։ Այսինքն, օրինակ ընդդիմությունը այլ առաջարկ ունի։ Ընդդիմությունը ասում է, եկեք ոչ թե մենք քննարկենք, թե ինչպիսի սահմանադրություն է մեզ պետք, այլ եկեք նախ հասկանանք ինչպես ենք այս իշխանությանը հեռացնում, հետո նոր քննարկենք սահմանադրությունը։ Հիմա դուք ասում եք մենք զուգահեռ սահմանադրության մեր տարբերակն ենք առաջարկում։ Արդյոք չի գա այն պահը, երբ դուք ներկայացնեք ձեր տարբերակը, բայց ուշ լինի։ Ինչին ուշ լինի։ Այսինքն չընկալվի այսօրվա անդիմությունը հենց այդ ուշ լինելու այսօրվա անդիմությանը հեռացնելը ուշ էր, որ Նիկոլ եկավ։ Այսօրվա անդիմությունը ովքեր ներկայացնում են, այսինքն Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, հիմնականում իրանց համակիրներ եւ քաղաքական այն էլիտան, որ գոյություններ իրենց օրոք, ում ձեռքին էր էլի մի անձնյա իշխանությունը, այնպես չէ, դա ուրիշ բան էր։ Դե նույն սահմանադրությունն է։ Թղթի վրա այլ բան ինչա գրած, հիմա համենայն դեպս հիմա ինչ որ արվում է հիմնականում ոչ ամբողջությամբ։ Հիմնականում թղթի վրա գրվածով է անում ու թղթի վրա աբսուրդ է գրած։ Բայց ինչ որ է, տեսեք, ուշ էր Սերժ Սարգսյանի թոշակի գնալու համար ուշ էր։ Դրա համար եկավ Նիկոլ Փաշինյան։ Եթե իրանք թողեին, որ այստեղ զարգանար ընտրությունների մեխանիզմով իշխանություն ձևավորելու ինստիտուտը, եթե իրանք դա թողեին 96 թվականից Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած, եթե Լևոն Տեր-Պետրոսյանը ու իր տղեկը, որոնք դրանց կազմում էր նաև Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Վանո Սիրադեղյանը, Վազգեն Սարգսյանը եւ այլն, եթե իրենք 96-ին թույլ տային, իրանք ինչ որ արդարացումով իրանք խո պատասխան տվել են, որ ինչ որ արդարացումով թույլ չտվեցին 96-ին, որպեսզի իշխանափոխություն լինի ինստիտուցիոնալ ճանապարհով ընտրություններով։ Թույլ չտվեցին։ Հետո 98-ին էլի եղավ հեղաշրջում, այսպես ներքին փոքր պուճուրիկ, բայց մեծ հետևանքներով։ Հետո եղավ Կարեն Դեմիրճյանի նկատմամբ ընտրակեղծիքներ, հետո այդպես ընտրակեղծիք ու այդպես էլ չձևավորվեց, հիմա ինչ են ուզում։ Հիմա փոխանակ գետինը մտնեն այն բանի համար, որ դա կարևորագույն ինստիտուտ ընտրության ճանապարհով իշխանությունը փոխել։ Ընդհանրապես իշխանափոխությունը դա լուրջ, շատ լուրջ ինստիտուտ է, որ պետքա շատ լուրջ process է, որ պետք է ինստիտուցիոնալ ճանապարհով լինի, որպեսզի կառուցողական լինի, որպեսզի լեգիտիմ լինի, որպեսզի մարդիկ կանգնած լինեն ընտրված իշխանությունների մեջքին գոնե այնքանով, որքանով, գոնե պատերազմի ժամանակ մեջքին կանգնած լինեն, հա։ Երկիր կառուցելու ժամանակ ընդունեն, որ վերջին հաշվով այո, նրա հրամանները օրինական են եւ իրավական են։ Մի խոսքով, այս ամեն ինչը չեն արի, հիմա ասում են Նիկոլին, այդ նույն մարդիկ, էլի, այդ նույն մարդիկ։ Այ հետո ուշ կլինի, արդեն ուշ է։ Փակենք թեման, ուշ է, տղեկ։ Եվ աղջիկներ։ Վաղուց ուշ է։ 20 թվականին դուք չհասկացաք, որ արդեն ուշ է։ 18 թվականին մենք չենք հասկացել, ենթադրենք։ Չնայած ես ասել եմ, որ էսի օպերացիա։ Հենց ամսի 23-ին եմ բա։ Մի խոսքով, դուք 20 թվականին, որ տենց նեղ կաբինետներում տեսնում եք, որ ճար չկա պիտի Նիկոլին, մեկին տակ, դե Նիկոլին։ Մնացած քաղաքական ակտիվ կադրերը բանտում էին այդ ժամանակ, մենակ Նիկոլն էր, դասում եկե Զարուհին։ Զարուհի Փոստանջյանը, նա Սյունիքից քայլելով եկավ, նա Շիրակից քայլելով եկավ, բայց որոշին, որ Զարուհին այդպես մի խոսքով Զարոն պետք չի տալ, որոշեցին Նիկոլին տան։
Դուք այդ ժամանակ չէիք զգում, որ ուշ է արդեն։ Հա, ուշ է, ով է բան ասում։ Էլի ուշ է, վերջ։ Հիմա հրթազա նոր պիտի ուշ լինի։ Ուշ է, սենց թերենց ուշ է։ Հիմա ինչ է հնարավոր անել, էլի բժշկի մոտեցում է, էլի։ Հասկացանք, առողջությունը կորցրել է արդեն։ Հասկացանք։ Մեծ ծանր հիվանդություն է, ուշ է, որպեսզի նա առողջ մնա։ Հիմա մտածում եք, որ վաղը կմահանա, այս հիվանդը չի մահանա։ Սուտ եք ասում, հաստատ որ դուք այդ հիվանդին փրկողը չեք։ Դուք այս հիվանդի հիմնական այն որ հարբեցող ընկերներն եկել են հիմա ցիրոզից հիվանդը մահամերձ է։ Ասում են իրանց եկեք մեր լյարդը տանք, ենթադրենք փող պատված, բայց իրանցն էլ դες ցիրոզից աղտարված լյարդ է։ Այս մարդուն, այս հիվանդին մի հատ թարմ առողջ լյարդ է պետք գոնե իր առողջ հարազատներից մեկը։ Պիտի հանի իր լյարդի կեսը տա, օրինակ եմ ասում էլի, որ փող պատվաստեն այդ մարդու կյանքը փրկեն։ Հիմա այս մեր հիվանդ երկրի հայրենիքի ինչ ուզում եք ասեք առողջությունը վերականգնելու համար առողջ նվիրյալ ինտելեկտուալ էսի կարևոր է որտեղ ոչ թե նրանք այդպես են նրանց քաղաքական միտքը լսեք նույն բան 4 տարի նույն բանն են ասում հեսա եկել հասել են ընտրությունների բերան արդեն այս տարի նույնիսկ խոսում են որ արտահերթ է լինելու կարող է չեմ բացառում բայց ուշնյու միտքը արտահերթն է Ես ինչի 26 թվականի ընտրություններից վախում ժամանակ չկա, բա որ ժամանակ չկա, այս 3-4 տարի ոնց համբերեցիք։ Դուք 3-4 տարի առաջ էիք ասում, որ վերջն է, այլ ժամանակ չկա։ 3 տարի էիք ասում, 2 տարի առաջ էլի ասում եք, անցած տարի էլի ասում եք ժամանակ չկա։ Այս տարի նույն բանն եք ասում։ Փաստորեն 4 տարի կար ժամանակ։ Դե ասում են պայքարում ենք, ժամանակը աշխատում է մեր դեմ, բայց մենք պայքարում ենք։ Ինչ են անում։ Փողոց ենք դուրս գալիս։ Հա, ուրեմն տեսեք, ժողովրդական կամ արտահայտությունը, ժողովրդական կամ արտահայտությունը երկու ճանապարհ ունի։ Մեկը դա ընտրություններում քվեարկելն է, կամ ընտրություններում տեխնատություն ներկայացնել եւ քվեարկել, կամ պարզապես գնալ եւ քվեարկել։ Սա կամ արտահայտության ձև է։ Երկրորդը փողոցներ չափչփելն է, բողոքի ակցիաներ անելն է։ Իշխանություն փոխելու համար այս երկրորդ տարբերակը աշխարհի փորձը ցույց է տալի, որ արդյունավետ չի։ Նախ 100 փորձից մեկն է հաջողվում, այդ մեկ հաջողված այտենց 100 հաջողվածներից էլ մեկն է, որ դառնում է շատ լավ արդյունք եւ չի դառնում արյունահեղություն փորձանք այդ երկրի համար։ Պատկերացրիք, այսինքն կամ արտահայտությունը ցանկացած մեկը կարա որոշի ինքը ոնց է գնում իր դիրքորոշումը հայտնում։ Հիմա նրանք ասում են պետքա փողոցից ձևավորվի։ Մի անգամ Նիկոլ Փաշինյանը փողոցից է ձևավորվել եւ գոհեք այդ նույն քննադատներին եմ ասում։ Հիմա մի հատ տես մի բան էլ դուք եք ուզում գաք։ Այն ձեր եթերում եմ, չի ասե։ Եթե դուք կարծում եք, որ քաղաքականապես հասուն եք, եկեք մի հատ բանավիճենք։ Մի հատ ես ցույց տամ ձեր գաղափարական սնանկությունը, որպես քաղաքագիտական ինչ որ մտքի կրող ցույց տամ, որ դուք ինչքան կապ չունեք աշխարհի հետ։ Ինչ որ մեկը ձեզ գրեց այդ ժամանակ։ Ոչ մեկ չգրեց։ Ոչ մեկ չի արձագանքել։ Տեսեք, մարդիկ կան, որոնց ես լսում եմ, հասկանում եմ, որ նրանք լուրջ մարդիկ են, բայց նրանք տես բաներ չեն ասում։ Ուշա, հասեք, շուտ արեք։ Նրանք տես բաներ չեն ասում։ Նա ով ասում է ուշա, հասեք, շուտ արեք, այդ գիտեք ինչ է ուզում։ Ուզում է տեսադաշտ, ուրիշ ասելիք չունի, տեսադաշտում մնա։ Ընդհանրապես քաղաքական կուսակցությունները ասենք, չէ, քաղաքական ուժերը։ Ինչ պիտի անեն։ Ես էլ ասեմ մեր ժողովրդին, Ժորժան, քաղաքական կուսակցությունը մի բան ունի անելու, պատրաստվել հաջորդ ընտրություններին։ Քաղաքական միտք գեներացնել եւ դա արտահայտել տարածել, այսինքն խոսել։ Խոսելուց բացի քաղաքական կուսակցությունը այլ լուրջ անելիք չունի։ Խոսելուց բացի։ Բայց հիմա մեր ժողովուրդն ինչ ասում։ Մեր ժողովուրդն ասում է, մի բան անենք։ Ուզած չուզած այս քաղաքական կուսակցությունը իր պոպուլիստական հիմքերից ելնելով գնում սկսում է հրապարակները չափչփել, խափելով են մարդուն, թե եկեք տեսեք մի բան անում ենք։ Փոխանակ շրջվի եւ այդ մարդուն ասի լսիր, ընկեր Ինչ մասնագետ ես, ասում է կոշկակար։ Ուրեմն կգնաս 4 տարի կոշիկներդ կկարես, 5-րդ տարում ընտրությունների ենք դուրս գալու։ Էդ է մեր անելիքը։ Եթե մենք չենք ընտրվել, չենք անցել։ Հասարակական կազմակերպությունները, ոչ կուսակցությունները, կարան փողոցներ չափչփեն, պահանջեն ենթադրենք, այս ծառը ինչի եք ստեղից կտրե, այն ծառը ինչի եք այնտեղ տնկում։ Պահանջեն, բարոյական, չգիտեմ, ճնշում գործադրեն, գան այդ ծառի տնկելու տեղը փոխեն։ Այսինքն ընկրկեն իշխանությունները, բայց իշխանություն վերցնել կուսակցությունն է որ վերցնում փողոցները չափչփում։ Դուք պատկերացնեք, չէ՞, օրինակ ոնց բացատրեմ։ Ասենք վերջի զանգը դա որոշակի դեռահասի վերաբերվող միջոցառում է։ Հիմա այդ պատկերեք 45 տարեկան առողջ տղամարդիկ կամ ոչ այնքան եւ կանայք գնացել են վերջի զանգ են անում։
Ինչի վերջի զանգն եք անում ժողովուրդ։ Տենց լենտերը կապել են, ավտոների նստեղ խմած քշում են, ենթադրենք sense բաներ են, ավտոների լուկից հելը գորգորում են։ Չես ասում, մեծ մարդ ես, դու վերջի զանգ չես արել ժամանակին, հա, արել է, բա հիմա ինչ ես։ Հիմա քո ուրիշ բաներ անելու ժամանակն է։ Դե ընդդիմությունը խորհրդարանական ընդդիմության մասին է խոսքը։ Խորհրդարանական ընդդիմության շատ ներկայացուցիչներ ասում են, որ մենք զուգահեռաբար եւ ազգային ժողովում ենք աշխատանք տանում եւ փողոցներում մենք մի կողմով չենք աշխատում։ Կուսակցությունը փողոցում ի՞նչ անում, այ ինքեր։ Փողոցում կուսակցությունն ինչ ամ, հասարակական կազմակերպությունները համաձայն են։ Քաղաքացիական նախաձեռնությունները համաձայն են փողոցում, բանը, չգիտեմ, բողոքով գնում են այդ կոպիտ ասած, նայեք, միտքս նայեք։ Ուրեմն տեսեք։ Իշխանությունները կոպիտ ասած, շատ կոպիտ ասած, պատկերացրեք տերերն են։ Ժամանակավոր տերերն են իշխանության, հա։ Հիմա, երբ որ հասարակական կազմակերպությունը, քաղաքական նախաձեռնությունը գնում է բողոքի ակցիայով փողոցներ, նա չափչփում, նա դիպում է տերերին։ Ասում է դուք չեք մեր տերը, բա տեր եղեք, հասկացաք։ Երբ որ կուսակցությունը գնում է, այդ նույն բանը անում է, ուշադիր, բողոքի ակցիաներով ելույթ նա գնում է տերերին ինչ ասում։ Ասում է դուք չեք մեր տերը, դե հելեք մենք լինենք, վեր կացեք, գնացեք մենք լինենք, հա, ոնց։ Եթե դու իրոք այդ տեր լինելու հավակնություն ունես, դու նրա հետ չես ելնի, մի բան չես կընտրի դու նրանից։ Դու քո ուժերն ես մոբիլիզացնում եւ գնում, հասնում արդյունքի ընտրությունների ճանապարհով։ Իրենք չեն խոսում իշխանության հետ, իրենք դուրս են գալիս փողոց ժողովրդի հետ խոսելու համար։ Ինչ են խոսում, ինչ են ասում։ Եկեք ասեք, ես ուզում եմ լսեմ։ Ես ուզում եմ, բայց ոչ թե լրագրողի պես լսեմ, որ բարևարկությունից ելնելով տենց հանդուրժում է, կամ միգուցե խորությունը չի էլ պատկերացնում, չգիտեմ։ Եկեք մի հատ ինձ ասեք այդ նույն բանը։ Եկեք նստենք, զրուցենք։ Մի բանի մասին ասեմ հետաքրքիր։ Ասեք։ Հայ քաղաքական դաշտում այս միտքը չի հնչե։ Հատուկ ձեր եթերից։ Ուրեմն գոյություն է ունեցել հին Հռոմում Սատուրնալիա տոն։ Սատուրնալիայի իմաստը նրանում է, որ երբ որ արդեն մոտենում է ձմեռը, այսինքն բերքը բարիքի գործերը մի խոսքով ամբարները պաշարները ամբարներում լցնելու process-ները մի խոսքով ավարտվում է, տոնում են։ Դա մոտավորապես հիմա դեկտեմբեր ամսվա կեսերը Հունաստանում եւ Հռոմում։ Մի խոսքով Հռոմի մեծ Հռոմի տոներն է։ Այդ շրջանում Սատուրնի տոնն են նշում, որը նաև բերք ու բարիքի ինչ որ հովանավորության հետ է կապում։ Տոնը կոչվում է մի խոսքով Սատուրնալիա։ Ուտում խմում եւ այլ։ Իդեպ դրանից է այսօրվա նոր տարին ձմեռ պապի բանը Սանտա Կլաուս բանը Սատուրնալիայի այսպես ճյուղերն են, էլի որ գալի հասնում են մեր օրը։ Վերջը Սատուրնալիայի ժամանակ այսպիսի բան կար։ Ծառաները դառնում են տերեր, ստրուկները դառնում են տերեր։ Տոնի մեջ այդպես է։ Այդ օրը կամ մի քանի օր, ընդ 7 օր միջև տևել է։ Այդ օրը կամ օրեր ծառաները դառնում են տերեր։ Տերերը նրանց ծառայում են, նրանք հրամաններ են տալի, ամբողջ տարվա ընթացքում կուտակված ինչ մտածում են տիրոջ մասին, ասում են արդեն ստրուկները, որոնք ժամանակավորապես տեր են դարձել։ Հետո անցնում է, սա մի խոսքով տարին նորից պատտվում է, ստրուկը սպասում է երբ է գալու Սատուրնալիան, որ ինքը դառնալու է էլի տեր, իր տերերը ծառայելու են իրան, իր համար անելու են, դնելու են եւ այլ եւ այլ։ Հիմա նայեք։ Ու ինքը ինչ մտածելու է, ասելու է, ինչ մտածում ասելու։ Հիմա տեսեք։ Սրա սոցիոլոգիական վերլուծությունը մի այսպիսի եզրահանգման է գալի, որ դա գոլորշի բաց թողնելու մեխանիզմ է եղել, որով ստրուկները համբերում են, մեծ ամստամբություն չեն բարձրացնում, մեծ լարվածություն չի ձևավորվում։ Եվ այդ տեր լինելը թեկուզ մեկ օրով կամ մի քանի օրով եւ իր մտքի եկածը իր տիրոջը որ կուտակվել այդ ամբողջ տարվա ընթացքում արտահայտելը եւ տիրոջ կողմից դա հանդուրժելը դա որոշակի այսպես սոցիալական լարվածությունը պարպող եւ գոլորշին վրթովմունքը բաց թողնող մեխանիզմ է եղել ամեն տարի կոչվում է Սատուրնալիա։ Հիմա վերադարձանք Հայաստան մեր օրեր։ Հիմա այս մեր ընդդիմությունը Այստեղ մի հատ ուրիշ հարց կա, էլի պարոն Մանասյան, եթե համեմատություն ենք անցկացնում իշխանությունների հետ, ստրուկները միշտ ստրուկներ են եղել, իսկ մեր դեպքում իշխանությունների դեպքում իրենք եղել է ժամանակ, որ իրենք են տերերը եղել։ Սպասեք։ Հիմա դրա մասին չեմ ասում։ Հիմա մեր այդ դրանք ժողովրդին ամեն առավ աշուն, ամեն տարի աշունը Աշնան ասելով Գառնանը հեղափոխություն կլինի։ Եկեք փողոց։ Գառնանը հեղափոխություն, եկեք փողոց, իրանք ընդամենը Սատուրնալիա են անում։ Ընդամենը եկեք տեսեք, հեսա մենք, հեսա։ Իրենց մի պահ պատկերացնում են Նիկոլ Փաշինյան 18 թվականի ապրիլի 20-ին ենթադրենք։
Նիկոլ Փաշինյանի տեղն են դրել իրանց։ Ու այդ մի օր այդ գոլորշիտ դուրս է գալիս, այդ հանրային լարվածությունը կոտրվում է, եւ ինչա լինելու ընտրության օրերին։ Իսկ կարողա թողեք այդ լարվածությունը կուտակվի։ Կարողա թողեք։ Կարողա քիչ խոսակ, այսօր, վաղը, հեսա, գարնանը, աշնանը նորից գարնանը, կարողա թողեք այդ լարվածությունը։ Ես արդեն լուրջ եմ ասում դիմում։ Հենց նրանց, ովքեր այսօր միտինգներ են կազմակերպում, կարողա թողեք այդ լարվածությունը կուտակվի։ Ու այդ կուտակված լարվածությամբ ընտրություններին, ասենք օրինակ 26 թվականին կամ եթե արտահերթ կլինի, գնալ եւ հասնել օրինական ինստիտուցիոնալ իշխանափոխության։ Բայց ոչ, այդքան խի մտածում են, այդքան նրանք սկի հասկանում են, որ իրենց հնարավոր իշխանության գալն են կանխում ամեն տարի այդպիսի շոուներ անելով։ Թեև ուրիշ բան, իրանք մտածում են, որ իրանք մնում են դաշտում միայնակ ուժ, չեք մնալու միայնակ ուժ։ Ձեզանից գաղափարապես 1000 անգամ ավելի խելացի մարդիկ այսօր, հենց մեկը իմ ընկերների շարքերում, գալու ենք ու ձեզ մենակ մի հատ հրապարակ, այդ ժամանակ եք ոչ կարա դեբատի դուրս չգաք։ Վերջը դուրս եք գալու դեբատի մի օր։ Էլի մնում է ուժի մեջ է հրավերս, առաջարկս։ Եկեք դեբատի տենանք Վազգեն Սարգսյանի ասած, մենք եկեք խոսեք, տեսնենք դուք ովքեր եք։ Լրագրողների մեջ կդրիչ Դավիթ եք բանանում ներկայացնում։ Հələ եկեք մի հատ տենանք այդ ձեր քաղաքական մտքերը, այտենց սիրուն հնչող այդ ամեն ինչը, ինչքանով է այտենց դիմանում քննությանն ու քննադատությանը։ Մեկ էլ մի բան էլ էի ուզում ասել անպայման, որ խնդրեմ եթե կա ժամանակ ունենք 2 րոպե կարող ենք։ Սենց կարևոր մի բան էլ կա էլի նոր սահմանադրության սկզբունքով, ուրեմն տեսեք, առհասարակ ժողովուրդը զգում է, որ մեզ մոտ ոնց է 5 տարին մեկ ընտրություններ։ Ու վերջ, մի ընտրություն 5 տարին մեկ։ Ես այս օրինակը բերել եմ, բայց օրինակ Միացյալ Նահանգներում 2 տարին մեկ ստորին պալատ են պարլամենտի կոնգրեսի ընտրում, չգիտեմ, ու 1/3-ով սենատն է թարմանում, 4 տարին մեկ նախագահ են ընտրում։ Տեղական ինքնակառավարման նահանգապետի ընտրություններ, տեղական ընտրություններում ընդհուպ միջև միլպետ, այսինքն շերիֆ, դատախազ, դատավոր են ընտրում, իսկ անթիվ անհամար ընտրություններ, կոպիտ ասած 2 տարին մեկ ընտրություններ են, միգուցե տարվա մեջ 2 անգամ։ Այսինքն ընտրությունների քանակը այնքան շատ է, որ ժողովուրդը իր մեջ կուտակված այդ քաղաքական թեմաներով անհանգստությունը ընտրություններում, ընտրատարածքներում պարպում է, եւ դա վերածվում լավ բանի։ Այսինքն դա ինստիտուցիոնալ, ուրեմն մեզ մոտ պարտադիր ընտրությունների քանակը ավելացնելը 2 տարին մեկ կա այդ ինչպես ենք անում 2 տարին մեկ, հնարավոր է 2 տարին մեկ ընտրություններ են, որպեսզի այդպես չլինի մարդիկ իրոք 5 տարի նստած սպասում են մեկ էլ երբ ընտրություններ լինելու ու այդպես էլ հետ են վարժվում ընտրական գործընթացներից։ Ընտրական գործընթացները պետք է լինեն այնքան հաճախ, իհարկե առանց սովորական, որ դառնա մարդկանց մոտ այսպես արարողություն, որը սովորական է, էլի դրա համար հատուկ պետք չի։ Բոլորն են հասկանում են, որ այսպես է ինստիտուտ։ Դա քաղաքական ինստիտուտներից մեկն է։ Ու այդ քաղաքական ինստիտուտը, այսինքն ընտրությունների ճանապարհով ձևավորել իշխանություն կամ արտահայտությունով ինչ որ բան որոշել, հանրակրվե կլինի թե ոնց։ Սա պետք է հաճախակիացնել։ Ու սա սահմանադրորեն պետք է արվի։ Այն ինչ մեր սահմանադրության մեջ գրած է 5 տարին մեկ ընտրություններ ու վերջ, 5 տարի ոչ մի։ Դա քաղաքական ազգին հարիր չի։ Դա հպատակների ժողովուրդներին է բնորոշ, այսինքն ինչ որ մեկը վերևից որոշել է, որ այս ժողովուրդը պետք չի քաղաքական լինի, պետք չի քաղաքական process-ների մեջ լինի, որտեղ դրանով ինքը իրոք դառնալու է աղեղնավորի, անվանադիր հայ աղեղնավորի կյանքից եւ մշակույթից բխող սերունդը ժառանգը, որպեսզի դա չլինի, ուղղակի դրած է 5 տարին մեկ, ձեր ճարներ 10 տարին մեկ ընտրություն կդնեին, մեզ էլ կասեին դուք տենց փողոցներ չափչփելով, չէ, պետք չի 2 տարին մեկ, մի խոսքով նոր սահմանադրության մեջ, այն որ մենք ենք առաջարկելու, առնվազն 2 տարին մեկ լինելու են ընտրություններ, միգուցե նախագահի ընտրությունը լինի 4 տարին կամ 5 տարին մեկ, բայց պարլամենտ տեղական ինքնակառավարում առանձին քաղաքապետ, գյուղապետ, առանձին ավագանի, այս ամեն ինչը ու միգուցե նաև այլ պաշտոններ, ես էլ ասեմ, միգուցե նաև այլ պաշտոններ ընտրություններով են տեղի ու պետքա լինեն ընտրություններով, պուճուրիկ հանրակրվեներ փոքր համայնքներում կարան լինեն ավելի հաճախ, ինչպես Շվեյցարիայում է։ Այս ամեն ինչը ոչ թե ուղղակի կրկնօրինակելով, այլ հաշվի առնելով մեր ժողովրդի առանձնահատկությունը, մեր ժողովուրդը նեղվում է 5 տարին մեկ ընտրությունից։ Դրա համար այնուամենայնիվ մի քանի տասնյակ հազար մարդ, կներեք, երկարացնում եմ, բայց մի քանի տասնյակ հազար մարդ միամիտ գնում է ամեն տարի միտինգների։
Եթե այդ մարդկանց համար դու դնես 2 տարին մեկ ընտրություններ, շատ ավելի առողջ քաղաքական դաշտ կլինի եւ շատ ավելի քաղաքական հասունությամբ, ուրեմն լծված ժողովուրդ հանրություն։ Շնորհակալ եմ ձեզ Ես եմ զրույցի շնորհակալ։ համար, մեզ լսողներին եւ դիտողներին հիշեցնեմ, որ թարմուղ եղով իմ զրուցակիցը բժիշկ Հայկ Մանասյանն էր, նա երկրորդ անգամ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին հրավիրեց բանավեճի, ես իմ կողմից հավելեմ, որ այս տաղավարը ազատ է, ցանկացած պահի Ոչ մենք միայն կարող ենք ընդդիմադիր, գնացեք։ Էլում։ Ինայ իշխանության, այո։ Ես շփոթվեցի նաև իշխանությանը, այնպես որ գործարարիքի տաղավարը բաց է, ազատ է եւ մենք պատրաստ ենք հարթակ տրամադրել։ Շնորհակալ եմ, հետևեք մեզ։